Ողջույններ, հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, տեսեք ծաղիկների աշխարհ, ծաղիկների մեջ եմ գտնվում, տեսեք թե ինչքան ծաղիկ եմ հավաքել, որ մուրաբա մեղր պատրաստեմ, տեսեք թե ինչ խոշոր, մոտիկից ցույց տամ, ինչ խոշոր ծաղիկներ եմ հավաքել, խատուտիկն եմ հավաքել, որպեսզի մեղր պատրաստեմ, հիմա ոնց եմ պատրաստելու, խատուտիկը, երբ որ մենք հավաքում ենք, ապա պետք է այս կանաչ ցողունը որ կա, անպայման, եթե մնացել է, անպայման կանաչ ցողունը կտրում ենք, որովհետև դա դառը համ է տալի, հիմա այսպես ցույց տամ, տեսեք, ի նկատի ունեմ այս կանաչ երկար ցողունը պարտադիր կտրելու ենք, սիրելի հետևորդներ, պարտադիր կտրում ենք և ծաղիկը հայտնեց հավաքեմ, հաշվարկեմ, 5-ը 100 հատա, 1 չափաբաժինը, հիմա այսա կհավաքեմ, սիրուն կհաշվեմ, լավ կլվանամ, ապա կդնեմ եփվի 10-ից 15 րոպե և հետո ծածկելու եմ, թրմելու եմ, մոտավորապես մի ժամ, 2 ժամվա ընթացքում այդպես պետք է թրմած մնա, հետո արդեն քամելու եմ և ավելացնեմ շաքարավազը և լիմոնի աղը կամ կարող եք կիտրոն հետը կտրատել, լիմոնը ավելի լավ է լինում կամ լիմոնի աղը տարբերություն չկա, հետո դնելու ենք եփվելու ու արդեն պետք է հասկանանք, թե ինչքան պետք է եփվի, որ պատրաստ լինի, ես այդ բոլոր պրոցեսները մանրակրկիտ ձևով ձեզ բոլորը ցույց եմ տալու, թե ոնց է լինելու, պատրաստեք, շատ առողջարար է, շատ առողջարար, ստամոքսի ցավ երևի գրեթե մեծամասնությունը ստամոքսի ցավ ունեն և միշտ բողոքում են ստամոքսից, ցավերից, պատրաստեք, երբ որ սկսում է ցավել ձեր ստամոքսը, մի գթար եք տալիս և անմիջապես օգնում է, կամ կարող եք տվյալ մեղրը պատրաստել թխվածքներ, օգտագործել թխվածքներ պատրաստելուն, դա էլ կարող եք անել, կարող եք թեյի հետ օգտագործել, ամեն ինչ էլ կարող եք անել, հիմա այն ժամանակն է, երբ որ խատուտիկները շատ են, որտեղ մանգաս պտտվես, այս ծաղիկից հաստատ վճարես, այնպես որ առիթը մի բաց թողեք, մանեկեք, գթեք, պատրաստեք, ունեցեք առողջարար բաներ և միշտ օգտագործեք, գույնն էլ այնքան հետաքրքիր դեղին է լինում, շատ հետաքրքիր, հեսա մաքրեմ ու սկսեմ հաշվել, անպայման հաշվարկով է, չէ, ինչ հետաքրքիր բան է, որ ամեն բանը իրանը պահանջում է, այսինքն պետք է լինի 500 հատ 1 լիտր ջրով եփեմ, որ դա համարվի նորմալ, իրա չափաբաժինը, էլի, հետաքրքիր բան է, բայց իմ կարծիքով էլ ճիշտ բան է, թող լինի, էլի, թող լինի, որովհետև ամեն ինչի չափն էլ շատ ճիշտ է լինում, ծաղիկները հավաքեմ, սիրուն, այս տեսեք ինչ խոշոր է, շատ խոշոր է ու աշխատեք հավաքել այսենց խոշորները, որովհետև խոշորներից ավելի լավ մեղր է դուրս գալիս, եթե հանկարծ արևին շփոթվես են տաք, լավ արև եղանակին գնաս հավաքելու, հաստատ չես կարողանում մոտենալ, որովհետև դրան լիքը մեղուներ են, լիքը, հաստատ կկծեն, մեղուներն էլ իրանց չափերը հավաքում ու տանում իրանց համար մեղր են պատրաստում, դրա համար է մեղուների մեղրը, որ մենք վերցնում ենք, ինչքան առողջարար բաներ են մեջը պարունակում, այս ծաղիկից իր օգտակարությունն են տանում, այն մյուսից են տանում ու այդ հետևանքով արդար ու անարատ մեղր են ստանում, սա էլ պատկան ենք անում, բայց սա էլ շատ ժամանակատար պրոցես է, պատկերացրու, հատիկ բոլորը քաղես, բերես, նայես, որ կանաչ ցողուն չլինի հետը, հաշվես, լվանաս, ամեն ինչը աշխատանք է պահանջում, բայց դե պետք է արվի, հենց ունենց ոչինչ չի լինում,
Հələ մի հատ խնդրում եմ, տեսակ ես մեկի խոշորությունը, ինչ չափի խոշոր է, սիրուն, ոնց որ հատուկ մշակված։ Դա երևի իմ կարծիքով մի 3-ից 4 չափաբաժին կլինի, պետք է որ լինի, ասա կհաշվենք և կհամոզվենք։ Կտրենք։ Կարող եք նաև չորացնել, այսպես չորացրեք, դա էլ օգտագործեք, էլի շատ առողջարար է։ Չորացնելն էլ ոնց է, չորացնելու պարտադիր հոտ տեղում չորացրեք, արևին մի թռեք, արևին չի կարելի թռել չորացնել, նախ ճառագայթներն են վատ անդրադառնում, կորցնում է իր օգտակարությունը, համ էլ արևից ինքը սենց է գիտեք իր ձեր կչորանա, սենց կխուշրվի, սենց կթապտի, իսկ հով զով ստվերով տեղ երբ որ թռնում եք, ինքը համ գույնն է պահպանում, համ ճառագայթներ չի կպնում, համ էլ նորմալ լավ չորանում է, կարող եք այդպես անել, ինչ? Այդպես անել և դնել, սառնարանում էլ կարող եք պահել, դա էլ ալինում, սիրուն կարող եք անել ու դնել մառազիլկա, դա էլ շատ լավ լինում ծաղծե խցիկում մնում է, ինչ ձև ուզում եք կարող եք անել, բայց ըստ իմ կարծիքի ամենաճիշտը չորացնելն է, պետք չի այս ծաղիկի համար ինչ-որ ծաղծե խցիկը զանի տանել, որովհետև չոր վիճակում ինքը շատ երկար ու լավ մնում է, ոնց են դեղատներում գնում ես, տնում ես, վաճառում են կուփերի մեջ լցրած մնում է, էլի ուզեմ ասեմ, ծաղծե խցիկի կարիքը այդքան մեծ չի երևում։ Կարող եք ան սպիտակ ռամաշկաները հավաքել, սրա սպիտակ գույնն է լինում, դա էլ է շատ լավ, առողջարար, ընդհանրապես մեր բնության գրկում շատ առողջարար մենք բույսեր ունենք, բայց հաստատ դրա երևի 2%-ի օգտակարությունը գիտենք, մնացածը չենք էլ իմանում, չենք էլ պատկերացնում ինչին կարա օգուտ լինի, սկի բանի տեղը չենք դնում, սկի չենք էլ խաղում կամ ուշադրություն չենք էլ դարձնում, դա նրանից է, որ տեղյակ չենք, թե ինչ օգտակար հատկություններ ունեն, ինչի մասին որ գիտենք, դրանով պատրաստում ենք։ Այսպես մաքրեցի, հաշվեցի, 1500 հատ ծաղիկ է այստեղ, տեսեք, ինչ խոշոր, ինչ սիրուն, ինչ գեղեցկություն, հիմա 1500 հատ ծաղիկը, դա համարվում է 3 չափաբաժին, հիմա ես պատրաստելու եմ 3 չափաբաժին մեղր, հիմա նախ մի հատ լավ հոսող ջրի տակ լվանում ենք տեղը տեղին, հետո նոր դնում ենք էրթվելու, այսա ջուրը միացնեմ, ցնցուխն անեմ, ցնցուխով ինչքան լավ ցնցուխի նման այսպես սիրուն, շատ լավ է լինում ցնցուխով տարածելով, այսպես սիրուն լվանամ, ես դրել եմ սենց իրան ծակ-ծակ ամանի մեջ, փլավքամիի մեջ եմ դրել, որպեսզի ջուրն էլ տակից գնա, հոսի, անընդհատ, մի հատ շատ լավ լվանք ու նոր դնենք եփվելու, ոնց ենք եփվելու, ուրեմն ամեն 500 հատ ծաղիկի համար նախատեսվում է 1 լիտր ջուր, այսինքն ես պետք է օգտագործեմ 3 լիտր ջուր, բայց մի քիչ, սենց մի բաժակաչափ ավել կլցնեմ իրա եփվելու, գոլորշիանալու հաշվին, որպեսզի մենք քամելուց հետո ստանանք 3 լիտր ջուր, եփելու ենք, մերելու, հետո 1 ժամ փակելու ենք 1-ից 2 ժամ թրմած վիճակով, հետո նոր քամելու ենք ու դնենք եփվելու,
Հիմա տեղը տեղին լվանանք, անպայման ցողունները, հետևի ցողունները կկտրատեք, որովհետև եթե այդ ցողունները մնաց, ապա ձեր մեղրը դառը համ կունենա, հակառակ արդյունք կտա, ամեն մի նրբությունը կապ ունի, այնպես որ հետևեք կարգ ու կանոնին։ Ես լվանում եմ մի քիչ գոլոտ ջրով, որպեսզի ավելի շուտ մաքրվի։ Տեղը տեղին լվանք, տակից է լավ հոսում է ջուրը։ Ճիշտ է, մաքուր տեղերից է քաղված, բայց դե կապ չունի, ամենայն դեպս փոշի է, խանգարող բաներ կան, դրա համար պետք է լվացվի պարտադիր լավ ձևերով։ Անուշ հոտը տարածվել է ամբողջ խոհանոցով մեկ, ջուրը որ լցում ավրեն, հոտը ավելի է տարածվում։ Ինչքան լավ բաներ ունի մեր բնությունը, որը մենք խաբար չենք, տեղյակ չենք, բայց սկսել ենք կամանց ուսումնասիրել, տեսնենք, թե էլ ինչ տեսակի օգտակար բաներ ունենք, որ կարելի է հետաքրքիր բուժիչ բաներ պատրաստել։ Տակու գլուխ եմ անում, տակից էլ եմ հանում, որպեսզի տակիներն է մի հատ այսպես լավ հավեսով լվանամ։ Հավեսով տակից հանում եմ, այսպես ջուրը խշշալով գալիս է, շատ լավ լվացվեց, տեղը տեղին։ Կարող եք անընդհատ պատրաստել, ես չի, որ մի անգամ պատրաստեցիք և դարձ, անընդհատ պատրաստեք, տանը ունենաք, վաճառեք, ինչու ոչ։ Թվում է լրիվ բավական է արդեն, լցնեմ ամանի մեջ և դնեմ երբվելու, այստեղ ջրի տակ սենց լավ էլի նորից սենց լվալով, քամելով, լցնեմ ամանի մեջ։ Լավ այսպես ջուրը քամելու ենք, նոր ենք լցնելու, որ ջրի չափաբաժինը շատ չլինի, նայեք, այսպես անել ենք և այսպես ես պինդ մի հատ քամում եմ, նոր լցնում եմ ամանի մեջ, որպեսզի հետը տենք շատ ջուր չլինի։ Այսա ջուրն էլ կլցնենք։ Մի հատ բանկա ենք վերցնելու, որ բանկայով չափը ճիշտ է լինում, 1 լիտրանոց բանկա կլցնեմ, հետո վերջում եք կես բանկա կավելացնեմ, որպեսզի չափը պահպանենք։ Այդ բան չի, վերցնենք գազը ազատենք, որ դնեն էպվելու։ Ատեղ մի քիչ տեղ բացենք, որ դնեմ էպելու։ Դնեմ հենց սկսի եռալ, նայելու ենք ուշադիր, հենց սկսում է եռալ, արդեն ժամ ենք պահելու, 5 րոպեն, լրիվ բավական է, 5 րոպեն, պետք չի որ շատ եփել, մեկը մենք թրմելու ենք, այդպես մնալու է և իր օգտակար հատկությունները ավելի շատ է դուրս գալու, իսկ եթե շատ եփենք, ապա այդ եռալու ընթացքում իր օգտակար հատկությունները մեջից դուրս են գալու, աշխատում ենք եփել 5 րոպե։ Համարյա թե լցվեց ամանս։ Ինչը տամ։ Ես?
Հիմա ջրի չափն ենք վերցնում, տեսեք վերցնում եմ 1 լիտրանոց բանկավ, պետք է լցնենք 3 հատ, պատկասեք բաքրելու ընթացքում հլը ձեռքերս սաղ դեղինա, սաղ, այս մեկ, Նիկո մդի, որ նկարիչ չեր է։ Չէ, վերցրու։ Այս երկուս։ Այդ թավաբանն է վերցնենք, որտեղ անի։ Այս 3 և մի փոքրել, տեսեք, եսա ցույց տամ, ինչքան, այսքան, ավելացնելու եմ, տեսեք, 3 լիտրից հետո, եռման ընթացքի համար, որպեսզի ջուրը գոլորշի անա, բայց իրա 3 լիտրը պահպանի։ Այսպես լցրեցի, տեսեք, հիմա տանում եմ դնեմ և պելու։ Հենց սկսի արդեն իսկ եռալ, ժամ ենք պահելու և 5 րոպե հետո վերցնենք։ Միս ծաղիկը ներով դրել եմ եփվելու, հատուտիկը, ասի առիթը բաց թողնեմ և լոբին մաքրեմ, հանեմ պաճերից լոբին, վայրոնկայի լոբի է, սերմը, մամասա տվել ու այսպես հանած չի մեջերից, երևի թե ամենաճիշտը այդ ձևա, եթե հանում ենք, խառնում ենք կուտի և փայտը լոբում համար, մենք միշտ խառնում ենք իրար, դրա համար էլ այսպես շատ լավ է, հեսա կմաքրեմ, կհանեմ մեջերից, կառանձնացնեմ, որպեսզի ցանենք, սա փետով լոբիներ, ուտ լոբիներ ունենք, բայց փետովը ավելի լավն է, ավելի լավ բերքատու է լինում, քան պուպուզը։ Պուպուզի բերքատվությունը շատ քիչ է, մի 2 անգամ խաղում ես արդեն վերջ, բայց փայտովը շատ լավն է լինում։ Մի քանի հատ երևի սարիները բավականին մեծ քանակությամբ ունենք, ինձ թվում է լրիվ հերիք կանի։ Անցած տարվա նման շատ չեմ անելու լոբին, մի քիչ քիչ եմ անելու։ Ինձ թվում է, որ բան անելու։ Ինչ? Սպիտակ լոբին ցանելու եմ, որ կանաչ ճուճուր կապում անպայման։ Էստի մի հատ առանձին կցանեմ, էստի փետովն է, փետովը ինքը շատ լավ անում, լավ է մնացել հատիկներն է չոր-չոր, մեջն է տրուս կա։ Էսա մաքրեմ, դնեմ, որ չխառնվի։ Մի քիչ էլ բան է, ուտ լոբի սերմա։ Տարբերությունը մի հատ տենամ ստեղա։ Տեսեք տարբերությունը հա բավականին մեծ է, հատիկները փոքր է, հեսա ցույց տամ, հատիկները փոքր, կլոր տրուս, իսկ սարի լոբին տեսեք տարբերությունը, սա բանն է, փետովն է, իսկ սա կուտը, սերմերը տարբեր են, բայց նույն բանն է լինում, վայրոնկա լոբին է լինում, նույնը լրիվ։ Բավականին է կահերիք, հա։ Ամեն տարի ասում եմ, լավ, ես մի քիչը թողելու եմ, որ սերմ լինի, բայց չեմ կարողանում, հենց տենում եմ սենց ճուճուճ կախված լիքը լոբի կա, սկսում եմ քաղել, պարտադիր, վրեն սերմ չեմ թողում։ Ամեն տարի մամաս ասում է, Գոհար, քո համար մի քիչ սերմ թող, ձև չի, ես պիտի առանց սերմի անեմ ու գնամ մամայիցս սերմ ուզեմ։ Հետ արդեն ժամանակն է լոբին ցանելու։ Ինչքան շուտ է լինում, այնքան լավ է լինում է։ Օրինակ մեր մոտերը արդեն ցանած են լինում, արդեն հեսա դուրս գալուց է լինում։ Իստեղ
ժամանակ է սահմանացվել մայիսի 15-ից 20-ից հետո նոր լոբին ցանեմ, բայց ես դրա միտքը չեմ հասկանում, ինչի համար։ Ես ցանը, ի՞նչն է ցուրտ, չի կարա լինի։ Ցուրտ, ընչի մեր մոտ ցուրտ է, արտաշատի կոմերը ցուրտ է, նո։ Ոչ մի ցուրտ է, եթե ցուրտ անի, հիմա էլ կանի, էլի։ 20 օր հետո էլ կանի։ Եթե պիտի ցուրտ անի, ոչ մի բան չկա, չէ։ Ես մի շուտ եմ ցանել, այսքան ժամանակ տեսել ես ես ու չցանել։ Ես միշտ ու շուտ եմ ցանել, լավ է լոբի ա եղել, ու պատկերացրեք այնքան մարդկանց վրա եմ լոբի ծախը, լիքը։ Եղել ա ու վաճառել եմ, թե ինչքան դրել ենք սաղցեխցիկ, ինչքան բաժանել ենք, ինչքան է կերել ենք։ Շատ լավ լինում ա, նախ ունի մշակման իրա գաղտնիքները, թե ինձ ձևանես, լոբին ինձ ձևասիրում, այդ լրիվ բոլորը, սիրելի հետևորդներ, մնացեք իմ էջում, լայքեք և անպայման կտեսնեք, թե ես ինձ ձև եմ լոբին անում, որ ես պատկերացրեք մինչև սեպտեմբեր, ես հիմա ցանում եմ, մինչև սեպտեմբեր ես լոբի եմ հավաքում, մինչև սեպտեմբեր, հեսա որ կտեսնեք, որ ես դա այդպես եմ անում, ոչ մի ավել բան չեմ ասում, հեսա բոլորը կտեսնեք, թե ինչ տեսակի էլ բերք եմ ստանում։ Ես մենակ ես լոբին եմ ցանում, վայրում կան մեկ է մի հատ կանաչ լոբի կա, սս ճուտ կախվում ա, մեկ էլ է, վերջ, ուրիշ տեսակի լոբի մենք չեմ ցանում։ Ահագին էլ եղավ, լավ ա, հեսա լահագին է կա մաքրելու, ցանեմ, Չէ, հա, հեսա վաղը լավ եղանականի ռոբին մարգանել եմ տալի ու ցանեմ, որ հեսա անձրեպանը լրի հողի տակ է, տրզի դուրս գա, վաղը ռոբին աշխատանքներ են սպասում, սիրելի հետևորդներ, վրեն խաբար չկա, բանը գծագիրը գծել եմ, հեսա հենց իմանակ ասի, ահա, այո, ոչինչ, Անենք, սիրուն, կալի, ռոբը առաջ, ուրեմը, ռոբը ինչ տեսակի էր, ընդհանրապես հողը չեր սիրում։ Հենց ասում էին մի բան ցանելու համին վրա, խոսում ոչ մի բան չեր անում, հիմա անցավ տարվանից մոտը միած սենց հողասիրություն ա բռնես հենց ասած, վարում ա, ցանում ա, տնգում ա, շիտիլում ա, անում ա, ամեն ինչ էլ անում ա, օգնում ա ինձ։ Հենց որ վաղը լոբի աշխատանքներ են սպասվում, ցանեմ, որովհետև կարող ա ութատ օրը գնամ մեղրի, մինչև է գամ արդեն 3-4 օր անցնի ու ժամանակը կգա կնի իսկական լորվա մայիսի 15-ը, որը ոչ մի անգամ ես չեմ արել։ Լոբին օրինակ նայ, ես գցելու եմ 2 հատիկով, 2 հատիկ, 3 հատիկ անում են, նայած մարդ թե քանի հատիկով անում, ոչ ես լավ տնկվան է, չէ, հա 4 հատ 5 հատ գցեմ ինչ անեմ, անիմաստեղը քոլը հլնի կանդրաբեռնվի, ծլած է մի հատն էլ ա ծլում, չծլավ են է չի ծլում։ Հիմա նայի, մենք մարոլ ենք, դուրսը մարոլ ա ցանած, ճիշտ է, 2 զոլ է եղել ա, այն 2 զոլը չի ելեն, նույն ժամանակում ցանվել ա, նույն սերմը ինչ տարբերություն, եթե ծլողականություն ունի գծլի, դες չի ելեն, շատ թույլ այդ մի կողմը ծլե, բայց որ նույն օրն ա ցանվել ու նույն սերմը։ Կծանք, ոչի եղում ժամ նայենք ծաղիկը, չելը, հալա դեր չի եղում, մինչև եղա, ես լոբու մաքրելը կվերջացնեմ, մի քանի հատիկ վան մնաց, բայց լավ առող սերմը, ես ասի կաղասենց մնացած ըլնի, այսինց ամենա ճիշտն է, բայց պահելը, համ պի գիտես ինչ սերմ է սանում,
առնում ես, էլի, մեկ է տեղ մեկ լա ետ ինչ ան մոռանում ես։ Բայց ես հայ է, արդեն մաքրեցի, գիտեմ ինչն է։ Եթե ռավ գնաց մեկ այլ։ Եսեք, իշքան լոբի մաքրեց։ Շատ լավ լոբի է, լավ, եսեք։ Պես որ վաղը լոբի աշխատանքներ է սպասվում, կուտ և սարի։ Ապա տեսեք ոնց է եռում, տեսեք, ինչ լավ պղպճակները տալիս է, այս տեսակ պետք է սկսի ամբողջությամբ եռալ, այսենց մի քիչ սենց տակու գլուխ եմ անում, դուք չեք պատկերացնում, թե խոհանոցում ինչ հոտ է ընկել, ինչ ձևով է հոտը տարածվել, արդեն գույնը դեղին դուրս է գցել, դեղին, մնացել է ընդամենը 3 րոպե, որպեսզի եռա, 3 րոպե եռալուց հետո արդեն կծածկեմ, որպեսզի թրմվի 1 ժամից 2 ժամ։ Տեսեք, այսպես լավ պղպճակներով պետք է եռա։ Արդեն ևվեց, նայեք, պատրաստ է, ոնց է ծաղիկները արդեն սենց թոռոմել, գույնը փոխել, այ տեսակի պետք է լինի, հիմա ինչ եմ անում, հիմա փակում եմ, ներում եմ ու թողնենք մնա հանգստանալու, վրան անպայման հեսա ադյալ եմ գցելու ու ծածկեմ իրան սիրուն տակ վիճակով ենք ծածկելու ու թողնենք, որ մնա 2 ժամ։ Կհանդիպենք, երբ որ արդեն սառած լինի ու ցույց կտամ ինչպես եմ անում հետագա պրոցեսները։ Արդեն մոտավորապես 2 ժամ մնացել է թրմած վիճակում, հիմա այսպես լցրել եմ փլավքամի մեջ, որպեսզի ջուրը մարմանդ ցամաքի, լցվի, այսենց հեսա մի քիչ էլ սենց տպտպացնեմ, թող ավելի լավ ջուրը աստիճանաբար դանդաղ լցվի, բայց սա վերջը չէ, սիրելի հետևորդներ, որովհետև հեսա ինչքան ջուրը քամվի վերջանա, հետո արդեն մարլայով եմ անցկացնելու, որպեսզի մեջի են հատիկները, բանը չմնան, էլի, մի 2 անգամ եմ մարլայով կանցկացնեմ, նոր արդեն շաքարավազը կավելացնեմ և կդնեմ եփվելու։ Քամեցի, վերջացրեցի, տեսեք, թե ինչ գույն է ստանում։ Այս տեսակի գույն պետք է ստանաք։ Հեսա դնեմ, որ մի քիչ էլ արդեն հովանա ու կավելացնեմ շաքարավազը և կդնեմ եփվելու։ Այսպես արդեն քամել ենք, մարլայով մի 5 անգամ անցկացրել եմ, պարտադիր է կանեք, որ մազիկներ մեջը չլինի։ Հիմա ավելացնելու եմ 3 կիլոգրամ շաքարավազ, քանի որ 3 չափաբաժին էր։ Մի չափաբաժնի համար նախատեսված է 1 կիլոգրամ, իսկ ես պատրաստում եմ 3 չափաբաժին։ Ավելացնելու եմ պերսոկը և դնեմ եփվելու։ Հետո ըստ ճաշակի կարող եք ավելացնել լիմոնի աղ կամ լիմոն, ոնց ցանկությունը ձերն է, ոնց ցանկանում եք։ Էփելնի արդեն դուք պետք է հասկանաք, թե ինչ ձևով է եռը գալիս, ինչ ձև է լինելու, մանր պղպճակներ է տալու։ Դնեմ գազի։ Գազը լավ չի վառում։ Թույլ նոր վառի։ Իո, գազի գալկաները մեր գազի գալկ։ Մի քիչ տակը կամացացնում ենք, որպեսզի մարման եփվի, ու թողնելու ենք, որ սկսի եռալ։
Մոտավորապես երևի մի կես ժամ, պետք է կես ժամից 40 րոպե պետք է երբվի։ Տեսեք ինչ տեսակի պետք է եռա, այսինքն պետք է սպիտակ պղպճակներ տա, որ արդեն մոտ լինի պատրաստմանը, այն դեղին գույնը ոնց է դուրս գցել։ Կողքերով մեկ տեսեք ինքը այն դեղին, այդ է իր իսկական առողջարար բուժիչ հատկությունը, հայ այսպես մանր պետք է փրփուրներ տա, որ դուք արդեն հասկանաք, որ ինքը մոտ է պատրաստմանը, հեսա մի 5 րոպե այսպես եռա, ավելացնելու ենք 1 թեյ գթալ լիմոնի աղ եւ անջատենք, արդեն իսկ պատրաստ է։ Մնա հովանա, արդեն կլցնենք ամանների մեջ համապատասխան։ Տեսնում եք, այա պարտադիր, այ այս տեսակի փրփուրներ պետք է լինի, որ հասկանաք մոտ է։ Երբ որ նկատում եք արդեն, որ բաց տեղ չկա եւ համատարած բոլորը այսպիսի փրփուր է լինում, արդեն մոտ է պատրաստմանը։ Հույսով եմ, որ հետաքրքիր ու լավ բաղադրատոմս ձեզ առաջարկեցի, համ կօգտագործեք որպես մեղր, համ էլ առողջարար է ստամոքսի, բորբոքային բոլոր տեսակի բորբոքումների համար անպայման փորձեք եւ ամբողջ ձմեռ ունեցեք ձեր համար արդեն իսկ բնական դեղը ձեր տանը։ Այսքանը սիրելի հետևորդներ, մնացեք Աստծով։